Սիրելի գործընկերներ, ես գիտեմ ձեր սրտերում ինչ կա, բայց նաև խնայեք մեր հեռուստադիտողներին, որքան կարող եք, խնդրեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես իմ ելույթը ինչքան էլ զարմանալի է, պետք է սկսեմ քիչ առաջ Facebook-ում Նարեկ Գալստյան անունով օգտատիրոջ կողմից արված մի գրառմամբ, Նարեկ Գալստյանը լրագրող է, ռուսական պետական պաշտոնական 10 գործակալության հայաստանյան թղթակիցն է, եթե չեմ սխալվում, որը արել է հետևյալ գրառումը Facebook-ում։ Մի ժամ առաջ։ Ես կրկին անկեղծորեն ցանկանում եմ, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո ԿՊԱ-կան մի քանի падգամավորներ, չունենալով ԱԱԾ, ՊՊՑ ու ոստիկանության մշտական պաշտպանությունը, շարունակեին մնալ նույնքան համարձակ ու խիզախ, ավելին վստահ եմ, որ այդպես էլ մնալու են ու շարունակելու են իրենց պահել նույն ձևով, հեգնում է, էլի, իրականում քողարկված սպառնում է։ Շատերը չեն հիշի Նարեկ Գալստյանին հին բարի ժամանակներից, ես հիշեցնեմ, որ Նարեկ Գալստյանը մի ժամանակ, երբ մենք երիտասարդ էինք, նոր էինք սկսում մեր քաղաքական պայքարը, ինքը սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Տխրունի երիտասարդական միության նախագահն էր, 2007 թիվն էր, եւ ինքը թռուցիկներ էր բաժանում մեզ հետ, մենք բոլորով գործող իշխանությունների դեմ, հա, արդեն նախընտրական քարոզարշավներ, իրեն ծեծում են շատ դաժան կերպով, նկարագրենք, բացում ենք մեր սիրելի Ազատություն ռադիոկայանը, 2007 թիվ, նոյեմբերի 16, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ կուսակցության Սարգիս Տխրունի ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանին դաժան ծեծի ենթարկելու հրահանգը տրված է եղել իշխանական վերին օղակներից։ 3 առավոտյան Գալստյանին ծեծի են ենթարկել անհայտ անձինք, ինչի հետևանքով Գալստյանը տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Սա Նարեկը թող հիշի մի հատ, այս պահը էլի, մի հատ հասկանանք, էլի ընդհանրապես այս ծուռ հայելիների թագավորություն ենք ընկել, թե ինչ։ Շարունակենք։ Ուրբաթ օրը լրագրողի հետ հանդիպմանը Լյուդմիլա Սարգսյանը ասաց նաև, որ կապ է տեսնում երեկվա բռնության եւ նոյեմբերի 13-ին Նարեկ Գալստյանի եւ ուսանողական միության եւս մեկ անդամի թռուցիկներ փակցնելու համար ոստիկանություն բերման ենթարկելու միջև։ Մի հատ էլ այնտեղ է միջադեպ եղել։ Սարգսյանը այսօր հայտարարեց, որ նոյեմբերի 13-ին Նարեկ Գալստյանին եւ Էդմոն Մակարյանին ոստիկանությունում ծեծի են ենթարկել ոստիկանության Երևանի վարչության պետն ու կենտրոնի ոստիկանապետը։ Ոստիկանություն էլ կար, ԱԱԾ էլ կար, ՊՊՑ էլ կար, ամեն ինչ կար, բայց ֆունկցիան այլ էր։ Ճակերտները բաց, ծեծի են ենթարկել, ստորացման են ենթարկել։ Հեղինակները եղել են ոստիկանության Երևանի վարչության պետ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, սա մեջբերում է Լյուդմիլա Սարգսյանի խոսքից։ Նազարյանը, որը անձամբ ծեծել է տղաներին, եւ կենտրոնի ոստիկանապետ Մեհրաբյանը։ Ասաց Սարգսյանը շարունակելով, մենք չենք մտածում, որ պետք է հնչեցնել այս անունները, սակայն այսօր այդ մասին լռել ուղղակի հանցագործություն է։ Եթե գեներալ-մայորը կարող է իրեն թույլ տալ 19-20 տարեկան հայ երիտասարդի ծեծի ենթարկել եւ թռուցիկը անգամ փորձել բերանը մտցնել, պիտի ուտես ու բազմակետ։ Հա, ես էլ արդեն շփոթվեցի։ 19-ից 20 տարեկան հայ երիտասարդին ծեծի ենթարկել եւ թռուցիկը անգամ փորձել են բերանը մտցնել բութ, պիտի ուտես, բազմակետ, ճակերտները փակ։ Ազատություն ռադիոկայանի հաղորդմամբ։ Ես այս վերջին ծեծը Նարեկի նկատմամբ կիրառված կապում եմ նույն անմարդկանց անունների հետ, որոնք 2 օր հետո կատարեցին այդ հանցագործությունը, մտածելով, որ դրանով մեզ ահաբեկում են, նրանք այդ նույն ձևով փորձեցին երիտասարդությանը ահաբեկել, ասաց Լյուդմիլա Սարգսյանը։ Ես չեմ կարծում, որ դա կոնկրետ ոստիկանությունն է, հիմա ոստիկանությունը առանց վերևից ուղղորդվելու ոչ մի քայլ չի անում, դա կապում եմ անմիջական ամենավերևների հետ, այսինքն հրահանգով, քաղաքական։ Սրանի պատասխան կհիշեք Հյուսիսային պողոտայում շենք բացելու ժամանակ, հետո ճեպազույցի ժամանակ հարց են տալիս Ռոբերտ Քոչյանին, ով ինչքան հիշում եմ մոտավորապես այդ ժամանակ մամուլում շատ էր քննարկվում, ասում է ով այդ երիտասարդը չեմ էլ ճանաչում կամ ընդհանրապես ում է պետք իրան ծեծել, այս ոչի մի բան, ու այն ժամանակվա մամուլի արխիվը եթե նայեք, մեկնաբանություններն են, որ դե ում է պետք, այսինքն ծեծելու կարիք չկա, էլի, տենց, նես չի որ
Չէ, այսինքն այդ գործիքակազմին դիմելու անհրաժեշտությունը չկա, մի բան չի արել, հա մի թռուցիկ հա բաժանել, մեզ պետք չէ, այդքան մի օր հասական վիճակում չի, որ դիմենք, հիմա ես ինչի եմ այսքանը ասում, նարեկ, ասենք այդ ում ես դու սպառնում, նարեկ Գալստյան, այս ժամանակներն ես կարոտել, ուզում ես հետ գան այս ժամանակները, թե հիմա որ էլ սենց բաներ չկան, որ ամբաղ զամբաղ դուս տալու համար թռուցիկը մարդու բերանը չեն կողում, ասենք այտենց ոգևորվել ես, հա, ոգևորվել ես, թե բա ոնց են քայլելու առանց, հիմա էլ առանց ածի, առանց պպծի, ինչ է, բան ունես ասելու, խոստանում եմ, ոչ ածը, ոչ պպծը, որտեղ տես թուղթ կա, որտեղ կարամ ստորագրեմ, ընթացակարգով, չգիտեմ, թե այսինքն դու ինչով ես սպառնում, դու սպառնում ես մի որևէ օրինական առերեսմամբ, թե որևէ անօրինական առերեսմամբ, եթե ինչ-որ օրինական առերեսում ես ուզում, մի որևէ մեկ երկը պատգամավորից, խնդրեմ, ինչ պրոբլեմ, ոստիկանություն լինի, չլինի, եթե անօրինական առերեսում ես ուզում, հանկախ նրանից է, պատգամավոր չի, քաղաքացի է, երիտասարդական միության նախագահ ակտիվիստ, ինչ կապ ունի, ոստիկանությունը պետք է իր տեղում լինի, անկախ նրանից, թե ով է այդ մարդը, ասածը ինչ է, եւ ընդհանրապես այս ինչ նարատիվ է, էլի տարածվող, այս ինչ ոչ է, այս ինչ, ասենք, զազվելի, զզվելի ու հատկապես, այն մարդկանց կողմից, ովքեր ախր սա տեսել են, ախր, ում բերանը թռուցիկ մտցնելու փորձ է եղել, ու հիմա կանգնում են, այսինքն ինչն եք դուք, լավ, ինչները տա ավելացել, լավ, սենց հասկանամ էլ, ինչները տա ավելացել, Էս եք ուզում, ասում եք հաջորդ իշխանություն, բայց եթե հաջորդ իշխանությունը թռուցիկ բերան մտցնողը լինի, քո բերանն էլ կարա մտցնի այդ թռուցիկը։ Այս ինչ անպայման է ԿՊ-ի նախկին պատգամավոր կամ ես, բարձի որ դիկտատորական ռեժիմ գա, բայց մամուլի ազատությունը, որ 34-րդ տեղն ենք ընկել, ով ինչ ուզում խոսում է, ով ոդից ուզում փող առնում, ոչ հաշվետվություն, ոչ բան։ Հա, եթե գամ իշխանություն դնի սաղի օղակները փագի, հա տեսնում ենք մեր հարևանության փախր ինչ է կատարվում։ Էլ ծորակ չմնաց ոչ փագեն, առանց մի բանի, առանց վերին օղակների քաղաքական թույլտվության մի տառ անգամ չեն կարող գրել մեր հարևան շատ եւ ոչ հարևան շատ, ինչպես պարզվեց արդեն շատ երկրներում արդեն։ Լավ, ի՞նչ է ձեր ուզած, ես ուզում եմ հասկանամ, էլ ինչ եք ուզում։ Կամ այսօրվա պահվածքը, ասենք, սա ինչ է ընդհանրապես, սա ինչ վիճակ է, ես ճեպազույցի վաղտել ասեց բաները, այն ֆեյքերին էլի բանն, ֆեյքերին միացրել են էլի հարցակման ռեժիմի վրա, հիմա էլ եմ ասում, մեկ էլ աստեղից Լևոն Քոչարյանը ազգային ժողովի փոխոսնակին ասում է, դու ով ես։ Տղա ջան, ինքը ազգային ժողովի փոխոսնակն է, հարցը պաշտոնի մեջ չէ, նախ ինքը Հակոբ Արշակյանն է, ով քո հայրիկի դեմ պայքարը սկսել էր այն ժամանակներում, երբ որ իր դեմ պայքարելու համար թռուցիկը մարդկանց բերանն էին կողում ու ինքը չի վախեցել։ Այդ պայքարից ինքը չի վախեցել ծեծվելուց, այդ ժամանակներում Հակոբ Արշակյանը քո հոր դեմ քաղաքական պայքար է սկսել, այնքը այդ տղեն է։ Դու կարաս մի ռեժիմի պայմաններում, երբ որ ամբաղ զամբաղ դուս տալու համար թռուցիկը մարդու կամ ճիշտ խոսքերը, մենակ ամբաղ զամբաղ չէ, այսինքն քաղաքականության մեջ կամ արդարացի ճիշտ, ինչպես ասողն է կարծում, չէ, բոլորն էլ կարծում են, որ իրենք ճիշտ բաներ են ասում։ Ճիշտ խոսքի համար կամ քննադատական խոսքի համար դու կարաս մի դες ռեժիմի դեմ պայքարես, որի ժամանակ թռուցիկը բերանն էին կողելու, ծեծելու էին, սատկացնելու էին, Արոն Լևիկ տանեին Գրիգոր Լուսավորիչի վերակենդանած։ Դու ռիսկ անեիր, այդ իշխանության օրոք քեզ ցես պահեի։ Դու ռիսկ անեիր։ Դու вообще կարայիր ձեր այդ ֆեյքերը, որ հիմա մտել գրում են, դու ով ես։ Ես էլ եմ իրանցից մեկը, իմացաք, ովքեր որ հիմա գրել են, մտեք մի հատ նայեք սրա, տակ, բոլորիդ խմբային պատասխանում եմ։ Ես էլ եմ այդ մարդը, ով 2007 թվականին երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարելու համար թռուցիկը մարդու բերանն էին կողում, այդ ժամանակ իր դեմ ելել եմ պայքարի, չունենալով ես մենք չենք ունեցել, հա, կներեք, մենք չենք ունեցել կենտրոնում 3 բնակարան, հիմա էլ չունեմ, հա, չունենալով, հա, հիմա էլ չունեմ, որտև այդ 3 բնակարանի համար չի եղել այդ պայքարը նրա համար է եղել, Նարեկ Գալստյան, որ կարծիք միտք արտահայտելու համար թռուցիկը մարդու բերանը չկողեն ու Հայաստանում երբեք այլևս ժողովուրդը թույլ չի տալու, որ նման իշխանություն լինի։
Երբեք այլևս։ Շնորհակալություն։